Ձեր մայրը կարոտած հայացք, արցունքոտ աչքեր, պատմություն դարձած շատ քաղցր հուշեր, աղոթք մրմնջացող ճաքճքած շուրթեր, սիրտ ծակող հոգոց դողացող ձեռքեր, այդ ձեռքերով նա հողն է ճակրտել, բերքը տուն բերել, որդի մեծացրել, միակ որդով է նա հպարտացել, ու շատ գոհ է, որ իզուր չի ապրել, այդ շուրթերով նա օրոր է երգել, ու իր մինուճար որդուն օրորել, սիրել է նրան, շոյել, փայփայել, իր կյանքի գնով նրան մեծացրել, ուրախացել է նրա առաջին բառից, թևեր է առել առաջին քայլից, ժպտացել է նրա թոթովանքից ու գոհ մնացել իր ապրած կյանքից, բայց այսօր մենակ խոնավ սենյակում նա նստել է լուր իր ցուրտ անկյունում, մեղմ շշուկով աղոթք է մրմնջում, իմանալով, որ հույսը չի մեռնում, էդ որ օրվանից ավելորդ եղավ, էդ որ օրվանից չհասկացող դարձավ, ինչու հիմա էլ պետք չի իր որդուն, որին նվիրեց իր կյանքն ու մեծ տուն, թոռներն էլ հիմա ժամանակ չունեն, որ մեկ-մեկ իրենց տատին այցելեն, շատ են զբաղված իրենց գործերով, հպարտանում են գեղեցիկ կյանքով, ինչու այսպիսին դարձար դու աշխարհ, միթե կարելի է ունենալ ավելորդ մայր, նստած կիսամութին աղոթում է Աստծուն, որ նա իր երեխեքին անի տիրություն